Ամենաարագ հարստանալու միջոցը գումարը խելամիտ ծախսելն է, այսպես է ասել Warren Buffett-ը։ Ողջույն սիրելի ընկերներ, հուսով եմ լավ եք, թող Աստված օրհնի ձեզ, որտեղ որ հիմա լինեք։ Այս պահին ես Մոլդովայում եմ, հոգևոր համաժողովի մասնակցելու եւ հանդիպումներ ունենալու հոգևոր եւ Փառք Հիսուսին ամեն օրվա համար։ Կարճ ուզում եմ կիսվել մի փոքր ֆինանսների մասին։ Ինչպես ենք ծախսում մեր ֆինանսները։ Իհարկե ամեն մարդ ինքն է որոշում ինչպես ծախսել եւ այլն, պարզապես Աստվածաշունչը շատ խոսում է ֆինանսի մասին։ Եվ իմաստություն ենք մենք սովորում, երբ որ մենք դիմում ենք Աստծուն եւ Աստծո խոսքին։ Մի ծախսիր այն, ինչ չունես, Բենջամին Ֆրանկլինն է ասել։ Շատ դեպքերում մենք ընկնում ենք տարբեր որոգայթների մեջ, որտեղ մեր ցանկությունները չեն համապատասխանում մեր ունեցվածքին, մեր կարողությանը։ Եվ մենք թե պարտքերի միջոցով, թե տարբեր կերպերով մենք ծախսում ենք այն կամ ցանկանում ենք այն, ինչը որ մեր կարողությունից վեր է եւ չենք կարողանում գնահատել այն, ինչ որ Աստված մեզ տվել է, կամ սпасել այն ժամանակվան, երբ որ կկարողանանք ձեռք բերել այն, ինչը որ ի վիճակի կլինենք, այն, ինչ որ մեզ պետք է։ Գումարը լավ ծառա է, բայց վատ տեր, Ֆրանսիս Բեկոնն է ասել։ Իսկապես, երբ որ գումարը ծառայում է մարդուն, այն շատ լավ է։ Բայց երբ որ մարդն է սկսում ծառայել գումարին, այն չարիք է եւ այն շատ վատ է։ Սիրելիներ, Աստծո խոսքը սովորեցնում է մեզ մի մարդու մասին, ով շատ ունեցվածք ուներ։ Նա մեծ շատ արտեր ուներ, մեծ ունեցվածք ուներ եւ ուրախացավ բերքով բարիքով, որ այդ տարի շատ մեծ բերք ու բարիք ուներ եւ ասեց. «Ո իմ անձս ուրախացիր», քանդեց իր ամբարները եւ պահեստները եւ մեծացրեց, որպեսզի կարողանա ամբողջ իր ունեցվածքը պահեստավորի եւ օգտագործի իր համար։ Եվ Աստված նայեց եւ նրան մեկ խոսք ասեց. անմիտ մարդ։ Այսինքն հերուն չտեսնող, ոչ իմաստուն մարդ, կարճամիտ մարդ։ Այս գիշեր ասեց ես քո հոգին վերցնելու եմ, ամբողջ ունեցվածքդ մնալու է։ Այսինքն դու եթե անգամ խնայել ես, պահել, պահպանել ես եւ չես օգտագործել քո համար եւ ուրիշների համար, եւ այսօր էլ դու փորձում ես նորից խնայես, որպեսզի դու լավ ապրես եւ հաջորդ տարի նորից ավելացնես, անմիտ մարդ։ Դու այլևս չես վայելելու դա։ Եվ Տիրոջ խոսքը այսպես սովորեցնում է, որ հոգին ավելի կարևոր է, քան ֆինանսը։ Հոգու արժեքները ավելի կարևոր են, քան ֆինանսը։ Եվ ֆինանսը տրված է մարդուն, որպեսզի այն ճիշտ օգտագործի, ճիշտ ապրի եւ բարիք անի, թե իր համար, թե իր ընտանիքի համար, թե իր երկրի համար, թե նաեւ իհարկե այլ մարդկանց համար։ Շատ դեպքերում խելամիտ ծախսերը կարող են օգտակար լինել մեզ եւ իմաստուն մարդը խելամիտ ծախսելով կառուցում է իր տունը, իսկ այն մարդը, որը չափից շատ շռայլ է, Տիրոջ խոսքն է ասում Առակաց 24-րդ գլխում, Առակաց 21-րդ գլխում, Ժողովող 5-րդ գլխում, որ այն մարդը, որը խելամիտ է ծախսում իր ունեցվածքը, այն կառուցում է իր տունը, այն կառուցում է իր անունը, այն օգուտ է տալիս շատ այլ մարդկանց։ Իսկ այն մարդը, որ շռայլում է եւ ծախսում է իր անձնական սեփական մարմնի ցանկությունների համար, օրինակի համար, հարց տուր քեզ, օրինակ մարդիկ կան, որոնք ծխում են, քանի տուփ ես ծխում, սիգարետ, քանի տուփ ես ծխում եւ որքան գումար ես դա վատնում։ Ես զրուցում էի մարդկանց հետ, ովքեր որ Միացյալ Նահանգներում են, այնտեղ սիգարետ ավելի թանկ է եւ հաշվեցինք բավականին մեծ գումար կազմեց տարեկանում, մի քանի հազար $, գումար կազմեց տարեկանում։ Մարդիկ իսկապես ուզում են թողնել եւ մարդիկ կան, որոնք իսկապես լավ մարդիկ են, բոլորը լավ բնավորության, բայց ասենք կապվել են այդ սիգարետով։ Ուզում եմ ասել, որ Աստված կարա ազատի ձեզ։ Խելամիտ ծախսեք, կամ խմիչքի, սպիրտային խմիչքի վրա են օգտագործում մարդիկ, թմրադեղերը, որ ավելի ահավոր է եւ ցինս 3 ինչ որ թվարկեցի, դա կործանում է եւ քո առողջությունը եւ կործանում է նաեւ քո փչացնում է եւ վատնում է քո ֆինանսը։ Առավել եւս խաղալու միջոցով մարդիկ, որոնք չեն կարողանում կոնտրոլ անել եւ խաղում են կազինոներում կամ տարբեր, այսինքն քո գումարը խելամիտ ծախսիր։ Կամ մարդիկ, որոնք որ չափից դուրս ծախսում են բաների վրա, որ իրանք կարիք չունեն, հագուստի վրա։ Այսինքն կարիք չունեն, բայց աչքները տեսել է, ցանկանում են, կապված են դրանով։ Մարդիկ ուղղակի անընդհատ էգոիստաբար սա էլ ունենամ, սա էլ ինձ, այսինքն էգոիստական եսակենտրոն մոտեցումներ, որոնք մարդիկ ծախսում են միայն իրենց վրա։ Ինչու է տրված քեզ այն, ինչ որ դու ունես։ Ինչ արժեքներով ես դու կարողանում ապրել։ Հարստությունը կկորցնի այն, ով չափից դուրս շռայլ է լինում։ Իսկ ձեռնարկող մարդը կհարստանա, Առակաց 21-րդ գլխում է գրված։ Այսինքն չափից դուրս ծախսելով մի օր աղքատանալու ես։
Իսկ մարդը, որ ձեռնարկում անգամ իր գումարը կարողանում է ճիշտ գործածել, դրա համար Սուրբ Գիրքը ասում է, որ հոգևորները պետք է գնան նաև աշխարհիկների մոտ, նրանց ովքեր որ ճիշտ ձև օգտագործում են ֆինանսը եւ սովորեն նրանից։ Որտեւ այն մարդը, որը ճիշտ ձև կարողանում է օգտագործել իր ֆինանսը, նա ավելացնում է իր ֆինանսը։ Բայց այստեղ հարցը մեկ ուրիշ կողմն է, որ հոգին եւ հոգևորը ավելի կարեւոր է սիրներ։ Ինչի համար ես ունեմ այս գումարը եւ ինչպես եմ այն ծախսում։ Հորդորս է այսօր քեզ, որ դու խելամիտ լինես եւ քո գումարը ծախսես ճիշտ նպատակներով, իօգուտ քեզ քո ընտանիքին, բայց միևնույն ժամանակ հոգևոր արժեքների համար դու ծախսես։ Եվ ինքդ քեզ հարց տուր, ասա Տեր, ինչու ունեմ այս գումարը։ Այսքան շատ կամ չգիտեմ, այսքան ունեմ ես այս գումարը Տեր, եւ ինչ կուզես, որ ես անեմ քեզ համար։ Եթե եկեղեցի ես մասնակցում, եղիր հավատարիմ Աստծուն քո առատաձեռնությամբ, ձեռք մեկնելու եկեղեցուն, դասանորդիդ մեջ հավատարիմ եղիր, մարդկանց օգնելու մեջ հավատարիմ եղիր եւ օգնիր մարդկանց եւ օգնիր Աստծո գործին։ Եթե որևէ մի լուրջ եւ նշանակալի բան ես ուզում անել քո կյանքի մեջ, ուրեմն ժառանգություն թող։ Շատ մարդիկ կան, աշխարհիկ մարդիկ իրենց անվան համար եկեղեցիներ են կառուցում եւ այլն, չգիտեմ, իրենց իրավունքն է դա, բայց ամեն դեպքում իրենց ունեցածից իրենք ինչ որ բան անում են եւ ինչ որ ժառանգություն թողնում են, որը իսկապես ճիշտ է եւ լավ է, որ մարդը ոչ թե անենք, այսինքն ոչ թե մեր անվան համար, այլ Աստծուն հաճելի մի բան անենք եւ Աստծուն փառաբանենք մեր ունեցվածքով, մեր որոշումով, մեր գործերով։ Հորդորս է, որ սիրելիներ, հարց տաս ինքդ քեզ, ինչպես եմ ծախսում ես իմ գումարը, արդյոք այն օգտակար է ինձ, իմ ընտանիքին, իմ երկրին, իմ եկեղեցուն, մարդկությանը, հասարակությանը, արդյոք այն ինչ որ նշանակալի ժառանգություն է թողնում ինձ համար, իմ ընտանիքի համար, արդյոք այն փառք է բերում Աստծուն, թե ոչ։ Ոչ թե մարդը պետք է աշխատի հանապազորյա հացի համար, այլ հոգու համար նաև։ Ավելի լավ է քիչը արդարությամբ, քան թե շատ անիրավությունով Սուրբ Գիրքը ասում է։ Այն ինչ որ մենք կարողացել ենք անել Աստծո համար եւ այն ինչ որ մենք արել ենք ուրիշների բարիք, այն է որ մնայուն է եւ այդ է իսկական հարստությունը։ Եվ այն մարդը, որը սիրում է արծաթ, այդ մարդը երբեք արծաթից չի կշտանա։ Մոռացիր, որ դու կկշտանաս եւ դու կբավարարվես, երբեք չես բավարարվելու։ Դրա համար լավագույն կերպը առատաձեռն լինել, մարդկանց օգնել եւ Աստծուն օգնել եւ Աստծո գործին օգնել։ Այնպես որ հորդորում եմ, որ Աստծո գործի մասնակից լինես։ Եվ անգամ եթե մարդը դիտում ես ասում ես, չգիտեմ, ուրեմն գրիր ինձ եւ ես կուղղորդեմ քեզ։ Հատկապես այս պահին, երբ որ նոր եկեղեցաշենք ենք ուզում գնել, քո մասն ու բաժինը կարող ես ունենալ այդտեղ էլ, բայց ոչ միայն մեզ, այլ նաև շատ վայրերում դու կարող ես օգտակար լինել եւ Աստծուն փառավորել քո ունեցվածքով։ Սիրելիներ, սա է, որ Տերը նաև սովորեցրեց մեզ, գործենք հավիտենական արժեքների համար եւ ժառանգություն եւ վարձ դիզենք երկնքում, այլ ոչ թե միայն մտածենք այս երկրի մասին եւ մարմնի մասին եւ երկրավոր փառքի եւ անվան մասին։ Այն ինչ որ մեզ տրված է, ինչպես ենք մենք վատնում, ծախսում, օգտակար թե անօգուտ, փչացնում ենք թե կառուցում ենք։ Ֆինանսը մեծ դեր ունի այսօր երկրավոր կյանքում։ Եվ եթե դու ֆինանսի մեջ ազատ ես եւ եթե ֆինանսի մեջ դու կարողանում ես Աստծուն փառավորել, ուրեմն վստահ եմ, որ շատ հարցերում դու կփառավորես Աստծուն եւ շատ հարցերում դու ազատ եւ առողջ կլինես։ Դիզենք վարձ երկնքում, այսօր մեր ունեցած ժամանակով, մեր ունեցած տաղաններով, մեր ունեցած ֆինանսով ծառայենք մարդկանց, ծառայենք Աստծուն, բարիք անենք մարդկանց, բարիք անենք Աստծո եկեղեցուն եւ նպաստենք, որ ավետարանը քարոզվի նաեւ մեր ֆինանսի միջոցով։ Եվ եթե մենք չենք գնում, ուղարկենք ուրիշներին մեր ֆինանսով, եւ այն ինչպես որ մենք ծախսում ենք, դա նաեւ որոշում է մեր հավատքը, մեր համոզմունքները, մեր սրբությունը, որոշում է նաեւ մեր նվիրվածությունն ու զոհաբերությունը առ Աստված։ Այնպես որ հարց տուր ինքդ քեզ, ինչու ունեմ այն ինչ որ ունեմ, եւ ինչպես եմ այդ ամենը ծախսում, վատնում եւ օգտագործում։ Արդյոք սա Աստծո կամքն է, արդյոք սա փառք բերում է Աստծուն, արդյոք սա միայն իմ մասին է, թե նաեւ Աստծո մասին, Աստծո եկեղեցու մասին եւ Աստծո խոսքը կատարելու մասին է։ Ամեն։ Օրհնյալ օր եմ ցանկանում ձեզ, մնաք խաղաղությամբ, թող Աստված ավելի ու ավելի օրհնի ձեզ։ Եվ ես գիտեմ մեկ բան, նա որ հավատարիմ է Աստծուն իր ֆինանսի մեջ, Աստված է հավատարիմ է օրհնելու այդ մարդու աշխատանքը, այդ մարդու կյանքը, այդ մարդու ընտանիքը։ Նա որ կարողանում է Աստծո գործին համար ներդնել իր ունեցածը, Աստված է պատրաստ է օրհնելու այդ մարդուն եւ այդ մարդու ընտանիքը։ Այս կյանքում արժեքավոր բաներ արա, մնայուն բաներ արա, որ երկնքում վարձ կունենաս, իսկ երկնայինն է մնայուն։ Օրհնված օր բոլորիս, ամեն։